Հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանին։ Պարոն Զաքարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Զաքարյան, փաստորեն այսօր երկու ընդդիմադիր ֆրակցիաները քննարկում անցկացրեցին իմպիչմենթի վերաբերյալ եւ Հայաստան խմբակցության տեսակետը հետեւյալն է, այսօր չտրամադրեցին իրենց ստորագրությունները նախաձեռնության համար, ասում են, որ ձևաթուղթը մեր մոտ է, սակայն կտրամադրենք ստորագրությունները այն ժամանակ, երբ որ երկու պակասող ձայնը լինի։ Այսինքն այստեղ նաև ստացվում է, որ պետք է անկախ պատգամավորներից գոնե երկուսը միանան, որպեսզի իմպիչմենթը մտնի ազգային ժողով։ Այս ամենի մասին ինչ կասեք, արդյոք ընդունելի կամ ինչպես գնահատեք այս Հայաստան խմբակցության որոշումը։ Դիրքորոշում է, որ ըստ էության կարող է նաև տարօրինակ լինել տվյալ ստեղծված իրավիճակի համար, բայց այնուամենայնիվ դիրքորոշումն այդպիսին է, անկախ դրանից մենք հիմնավորումներ ընդունում ենք, թե չենք ընդունում, դա այլ խնդիր է։ Իմպիչմենտի գործընթացը այլևս պետք է համարել մեկնարկած, որովհետև եւ սահմանադրորեն եւ քաղաքական իմաստով գործընթացը համարվում է մեկնարկած, երբ որ կա արդեն իսկ առաջադրված տեխնացու վարչապետի համար եւ կա առնվազն մեկ պատգամավորի ստորագրություն։ Մենք արդեն ունենք, այսինքն գործընթացը ունի 6 պատգամավորի ստորագրություն եւ գործընթացը շարունակելի է, գործընթացը կարող է անցնել շատ երկար կամ կարճ ճանապարհ, կախված զարգացումներից, կախված նաեւ Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին ամենատարբեր գործընթացներից, կախված տվյալ գործող կառավարիչների վարքաբանությունից, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ցավոք նաեւ ագնացող մարտահրավերներից եւ կախված իհարկե նաեւ քաղաքական ուժերի փոփոխվող դիրքորոշումներից։ Ըստ էության Հայաստան դաշինքը մեր գործընկերները հայտարարում են, որ 28 ստորագրություններով պատրաստ են միանալ, եթե երկու բայց գործընթացը առաջ գնալու համար անհրաժեշտ է ոչ միայն հայտարարություն, այլ նաև ստորագրությունների առկայություն, փաստացի ձևաթղթի վրա։ Հուսով ենք, որ ինչ-որ մի պահից դա եւս տեղի կունենա։ Ինչ վերաբերում է մյուս ստորագրություններին, ապա այո, այստեղ աշխատանք կա անելու եւ մենք հուսով ենք, որ մեր Հայաստան դաշինքի գործընկերները, ձեռքերը ծալած չեն նստի այս հարցում, նրանք եւս իրենց ջանքերը, իրենց քաղաքական հեղինակությունը, իրենց քաղաքական ակտիվությունը կցուցաբերեն այդ հարցում խորհրդարանական մյուս պատգամավորների հետ խոսելու, հիմնավորելու եւ նաեւ իմպիչմենտի կիրառման անհրաժեշտությունը որպես տվյալ իրավիճակից ելք ներկայացնելու համար։ Իսկ որ սա իրականում ելք է ստեղծված իրավիճակից, որ աշխարհի սահմանադրությունները հատկապես խորհրդարանական երկրներում հիմնականում նախատեսում են իմպիչմենտի, այսինքն գործող կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու մեխանիզմ, դա հենց այս իրավիճակների համար է, եթե ամեն ինչ նորմալ լիներ երկրում, եթե կառավարությունը իր ծրագրերը իրականացներ հաստատված ծրագրերի շրջանակներում, եթե մեր երկրում սպառնալիքներ, անվտանգային, ներքաղաքական թշնամանքի մթնոլորտը եւ մնացած բոլոր արհավիրքները, աղետները եւ անորոշությունները գոյություն չունենային, հենց այս կառավարության կառավարիչների մեղքով բնականաբար կարող էր հարց առաջանալ, ինչ իմաստ կա անվստահություն հայտնելու, բայց անվստահություն հայտնելու առավել քան իմաստավորված գործընթաց է մեկնարկել եւ կարծում ենք, որ խորհրդարանում այդ գործընթացը կհաղթահարի բոլոր տիպի խոչընդոտները։ Իսկ խոչընդոտները կարող են տարբեր լինել, յուրաքանչյուր պատգամավոր ունի իհարկե իր մոտիվացիան, իր մոտեցումը, իր պատկերացումը եւ այդ պատկերացումների մեջ յուրաքանչյուրը կարող է իրավացի լինել, այնուամենայնիվ աշխատանքի, որ պետք է տանել, յուրաքանչյուրի հետ լսել, փորձել հիմնավորել, փորձել փաստարկներով կարևորել այս գործընթացի անհրաժեշտությունը։ Այս գործընթացը իշխանության փոփոխության մասին չէ, այս գործընթացը իշխանափոխության մասին է, հանուն 2026 թվականին ավելի պարզ, ավելի անկաշկանդ, ավելի
կշռված ընտրություններ կազմակերպելու հանուն հանրային ներազգային խաթարված հանդուրժողականության եւ համագործակցության թշնամանքի այսպես մթնոլորտը ցրելու եւ ներդաշնակ հարաբերություններ ձևավորելու հասարակության մեջ եւ հանուն իհարկե մեր բոլոր քաղաքական ուժերի համար ստարտային հավասար պայմաններ ձևավորելու։ Պարոն Զաքարյան, տեխնոզոյի հետ կապված նայեք իշխանությունները ինչ են ասում, ասում են ավելի լավ, մեզ լավություն ոչ ոք չէր կարող անել, ինչ արեց հանրապետական կուսակցությունը առաջադրելով Դավիթ Համբարձումյանի տեխնոզությունը, ու դուք էլ հավանաբար տեսած կլինեք, որ տեսանյութեր են տարածում, հա, այս գնահատականները մենք ի վերջո գիտենք, որպեսզի գործընթացի վերջնակ նպատակին հասնի, պետք է նաև իշխող պատգամավորներից միանան այս նախաձեռնությանը։ Այսինքն հարցը կայանում է նրանում, որ Դավիթ Համբարձումյանը լավագույն տեխնացուն չի, դա եք ուզում ասել։ Ես նկատի ունեմ ձեր մեկնաբանությունը իշխանությունների այս դիրքորոշմանը իրենց մեղադրանքներին։ Ու ինչը կստիպի ձեզ իշխող պատգամավորներին միանալ, հա։ Իշխանությունների դիրքորոշում հասկացությունը գնալով ավելի ու ավելի ամորֆ է դառնալու, որովհետև որքան հաջորդ ընտրությունները մոտենան, այնքան գործող կառավարիչների շարքերում լինելու են ամենատարբեր անակնկալները եւ դա առավել քան նորմալ է, որովհետեւ իրանցից յուրաքանչյուրը եւս հասկանում է տեղի ունեցած աղետի ծավալները եւ դրա շատ ծանր հետևանքները մեր ժողովրդի ու պետության համար եւ դրա շտկման ձևերից մեկն էլ հենց impeachment-ն է եւ չի բացառում, որ ինչ որ պահի նաեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները եւս այսպես անհրաժեշտություն համարեն այս գործընթացը առաջ տանելու համար։ Սա բացառել երբեք պետք չի եւ ճանապարհն էլ անցնելու է, այսինքն երբ որ մենք ասում ենք, որ հավատում ենք եւ տեսնում ենք impeachment-ի գործընթացի տրամաբանական ավարտը, բնականաբար այդ ավարտը պետք է այդ ճանապարհը պետք է անցնի նաեւ ԿՊ-ի խմբակցության միջով։ Այսինքն ընդդիմադիրներին ըստ կհաջողվի համոզել այսպես։ Այո, ոչ միայն ընդդիմադիրներն, այլ նաեւ մեր հասարակության համատեղ ուժերով ճնշում բառը մի քիչ փողոցային լավ այսպես ասեմ, փողոցային պայքարի, բայց հանրային պահանջով, որովհետեւ հանրային պահանջը յուրաքանչյուր քաղաքացի ապրում է երկրում, կրում է այդ երկրի բոլոր խնդիրները իր մաշկի վրա, առաջին հերթին յուրաքանչյուրը տեսնում է անվտանգության այսպես խարխլված իրավիճակը, տեսնում է չլուծված բազմաթիվ խնդիրներ, գլոբալ խնդիրներ, կարդինալ խնդիրներ, ֆունդամենտալ խնդիրներ եւ տեսնում է այս գործող կառավարիչների ապաշնոր եւ անկարողունակ իրավիճակը, հետեւաբար տրամաբանական է միանալ հույս ունենալով, որ դա փոփոխության եւ նոր հնարավորությունների սկիզբ է լինելու։ Ինչ վերաբերում է տեխնացուին, երկու բան։ Նախ, եթե ավելի լավ տեխնացուի տեղ գիտեն, այդ դեպքում թող բարի լինեն, առաջարկը եղել է շատ վաղուց, հավաստարության գործընթաց սկսելու, թող արտաբանանեն, ներկայացնեն եւ մի հարց էլ ես տամ այդ հարց տվողներին, հա, 2018 թվականին որևէ մեկը Նիկոլին համարում էր լավ տեխնացու։ Ընդհակառակ, բոլորը մտածում էին, որ վատագույն տեխնացուն է լինելու։Ից առաջադրեցին տարին առաջ ու բանացին։ Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը որպես անձ, որպես փորձառու, որպես քաղաքական սկզբունքայնություն դրսևորած անձ, որպես հանրային հեղինակություն եւ վստահություն վայելող անձ անհամեմատ շատ ավելի լավն է, քան հենց գործող կառավարիչի տեխնացությունը կամ այլ տեխնացուներ, որոնք որ կարող են լինել։ Իսկ քանի որ համեմատեցիք 18 թվականի հետ, ըստ ձեզ իսկ հանրային տրամադրությունների առումով այն ժամանակ բոլորս էլ պետք է ընդունենք, որ իսկապես իշխանություններից գործող դժգոհությունները մեծ որ հիմա հանրության մոտ նույն տրամադրություններն են ըստ ձեզ։ Ներողություն հարցը Նկատի ունեմ, եթե նախկինում 18 թվականին, քանի որ համեմատեցիք, գիտենք, որ մեծ դժգոհություն կար գործող իշխանություններից այն ժամանակ, բայց ցես հիմա եւս նույն տրամադրություններն հասարակության մոտ դժգոհությունների առումով։ Մեծ դժգոհություն, փոքր դժգոհություն հարաբերական հասկացություններ են։ Այո, կային
դժգոհ խավեր, հատվածներ, կան երկիր ուներ մեր կառավարման ժամանակ տարբեր թերացումներ, բացթողումներ, բայց գլոբալ իմաստով յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգում էր պաշտպանված, խաղաղությունը համարվում էր երաշխավորված, անվտանգային իմաստով եւ երկարաժամկետ ծրագրեր կառուցելու իմաստով որևէ մեկը վարանումներ կամ այսպես մտորումների մեջ չէր հայտնվում, մտահոգությունները այդպեսին չէին, ինչպեսին որ այսօր է, մենք ունեինք Արցախ, մենք ունեինք մեր անվտանգությունը պաշտպանող զինված ուժեր, մենք ունեինք դաշնակցային հարաբերություններ, մենք ունեինք գործընկերային իմաստով հասկանալի եւ վստահելի հարաբերություններ նաեւ միջազգային ասպարեզում, մենք ունեինք տնտեսական հարաբերությունները կառուցելու եւ զարգացնելու հստակ սխեմաներ, իրավական համակարգ, իսկ ինչ ունենք այսօր։ Ունենք այսօր ինչ որ մի բան, որ կարելի է համեմատել նախորդի հետ կամ նախորդ տարիների իմաստով ավելի շահեկան վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի։ Իհարկե չունենք։ Ցավոք չունենք։ Այս 7 տարիները մենք կորստի տարիներ ենք համարում եւ տարածքային իմաստով, եւ մարդկային իմաստով, եւ անվտանգային իմաստով, եւ ժամանակի իմաստով։ Ժամանակը եւս թանկ կապիտալ է, եւս 7 տարիները ցավոք շատ ծանր է նստելու հայ ժողովրդի հիշողության եւ պետականության ռեսուրսների վրա։ 13 միլիարդ արտաքին պարտքով տնտեսության այսպես անորոշությունների եւ որևէ այսպես ուղակի եւ անուղակի ներդրումների բացակայությամբ, ես նկատում եմ շոշափելի ներդրումների ժամանակավոր երևույթներից, այսպես ծվելներով կամ փոքր ինչ-որ դրվագներով օգտվող ինչ-որ տնտեսական շահույթ փախցնող իրավիճակներ, որոնք այսօր կամ վաղը կարող են ընդհանրապես գոյություն չունենալ, այսինքն այս իրավիճակում մանիպուլյացիաներով կառավարել հասարակությանը եւ համարել, որ սա լավ իրավիճակ եւ կարելի է համեմատել նախորդ տարիների հետ, իհարկե դա կներեք, բայց անդրջություն է։ Պարոն Զաքարյան, նաև խոսենք, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջ։ Նիկոլ Փաշինյանը հիմա մտադիր է, գիտենք, ասում է խումբ պետք է ձևավորվի եւ կաթողիկոսին վեհարանը ազատեն կաթողիկոսից, իսկ պատճառն էլ այն է, գիտենք, ասում է, որ խախտվել է կուսակրոնության ուխտը։ Այ ինչու հենց այս փուլում նման հարցը ցես օրակարգ եղավ, քանի որ ընդդիմադիրներից շատերը այսպեսի դիրքորոշում են ասում, որ պատճառը այն էր, որ կաթողիկոսը բարձրացնում է օրինակ Արցախի վերաբերյալ արցախցիների վերաբերյալ հարց։ Իսկապես փոխկապակցված էր այս ամենը։ Ընդդիմադիրներից ովքեր որ այդ թեզն են առաջ տանում, ես էլ եմ համամիտ այդ թեզի հետ։ Այսօր էլ երկրորդ անգամ Կովկասի մուսուլմանների առաջնորդ, ինչպես է կոչվում, Ալլահ Շուքուր Փաշազադեն, եւս մեկ անգամ հաստատեց այն համոզմունքը, որ ցավոք մեր եկեղեցու դեմ նախաձեռնվող այս արշավը նաև ունի ադրբեջանական շահառուներ։ Եվ ինչ է ասում, ասում է հայաստանյան ծառայքելական եկեղեցին ռևանշիստական դիրքորոշում։ Ինչ է նշանակում ռևանշիստական դիրքորոշում տվյալ պարագայում։ Եթե եկեղեցին միջազգային հարթակներում հարց է բարձրացնում Արցախի տարածքում հոգևոր մշակութային հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման մասին, ընդ որում միտումնավոր ոչնչացման մասին։ Դա ռևանշիզմ է։ Եթե եկեղեցին հարց է բարձրացնում մեր 100 հազարավոր քույրերի եւ եղբայրների բռնի տեղահանման եւ քրիստոնեական այդ օջախը Արցախ աշխարհը քրիստոնեական այդ հնագույն օջախը ոչնչացվելու եւ մոռացության մատնելու անթույլատրելիության մասին։ Դա ինչ է կոչվում։ Մենք պետք է ինչ անենք, այս ամբողջ այս ծանրակշիռ բաները դնենք մի կողմ, զբաղվենք մանիպուլյացիաներով, սկսենք հավատալ կամ չհավատալ ինչ որ երևակայական հիպոթետիկ իշխանությունները չեն հերքում։ Իրենք ասում են, որ մեր քաղաքականությանը դեմ է գնացել կաթողիկոսը։ Այն ինչ որ տեղի ունենում, կաթողիկոսը երբեք ոչ էլ եկեղեցին,
Հայաստանի պետական քաղաքականությունը չի խառնվել։ Որտեղ է թող ցույց տան որևէ կետ, որտեղ որ եկեղեցին մտել է պետության գործերի մեջ, մեծ բազմաթիվ են կետերը, որտեղ որ պետությունն է սրանց կառավարման պարագայում փորձում մտնել եկեղեցու ներքին կառավարման խնդիրների մեջ։ Սա անթույլատրելի է։ Դրա համար երկիրն ունի սահմանադրություն, որտեղ հստակ սևով սպիտակի վրա գրած է։ Եկեղեցին անջատ է։ Այո։ Ինչ վերաբերում է հայաստանյան առաքելական եկեղեցու պատմական եւ ներկայիս դերակատարության, ապա եւ հայապահպանության իմաստով, եւ կրթության իմաստով, եւ համայնքների ձևավորման իմաստով, եւ ինքնության իմաստով, եւ ազգային հոգեվոր մշակութային արժեքների պահպանության իմաստով, հայ տեսակի պահպանության իմաստով, հայ առաքելական եկեղեցու դերը անփոխարինելի է։ Որևէ կառույց, ինչքան էլ լինի հոգևոր կառույց, ինչքան էլ լինի աղջի ազատության դրսևորման ձև, որևէ կառույց իզորու չէ փոխարինել հայաստանյան առաքելական եկեղեցուն։ Եվ որևէ մեկը լիազորված չէ եւ չունի որևէ իրավունք միջամտելու Հայաստանի եկեղեցու հոգևոր կյանքին։ Պարոն Զաքարյան, որ ինչպես նշեցինք, հա, սահմանադրությամբ եթե հստակ ասում է, որ եկեղեցին անջատ է պետությունից, այս դեպքում իշխանությունների սկսած գործընթացը որքանով է տեղավորվում իրավականության, այսպես դաշտում։ Այստեղ արդյոք խախտում չկա հենց սահմանադրության։ Բնականաբար դրա մասին խոսեցինք, այո, սահմանադրության ոտնահարում է նաև բարոյական խնդիրներից սկսած մինչև ազգային եկեղեցու դերի եւ նշանակության նսեմացման եւ նրա դեմ ոտնձգությունների գործընթացը ենք մենք տեսնում այսօր։ Սա խայտառակություն է։ Սա գիտեք ցանկացած հասարակության կյանքում կան գրված եւ չգրված օրենքներ։ Ցանկացած պետություն վերցրեք։ Միացյալ Թագավորություն վերցրեք Միացյալ Նահանգներ, վերցրեք եվրոպական քրիստոնեական ցանկացած երկիր, վերցրեք Ռուսաստանի Դաշնությունը, ցանկացած քրիստոնեական, իսլամական երկիր վերցրեք, չեք տեսնի նման խայտառակություն, ուղղակի չեք տեսնի։ Սա պետության հիմքերը եւ հանրության հիմքերը նոր թշնամանքի, նոր հակասությունների, նոր հակադրությունների աղբյուր ձևավորելու գործընթաց։ Հիմքերը խարխլելու, պետության հիմքերը եւ այդ ազգային հասարակության հիմքերը խարխլելու, ինքնության, հայ ինքնության հիմքերը խարխլելու։ Այսինքն ինչ ուզում են, որ հայ ժողովուրդը դառնա մանկուրտ, կորցնի հիշողությունը, ապրի տվյալ օրով, ունենա սնունդ, ունենա ջուր, ունենա մի հատ սեղան, որտեղ առավոտը սուրճ խմի եւ վերջ, դրանով ավարտվեց։ Դերերը ասում են, որ այս ամենը հենց լավ ապրելու բանաձևը հենց դա է, բայց չէ որ հենց մեր ազգի, որ ասում ենք 4500 տարվա պատմություն ունեցող հայ ժողովուրդը, այդ ինչի հաշվին է մնացել հայ ժողովուրդ, ինչի հաշվին է կարողացել իր ինքնությունը պահի, չուծանա, չուծացվի, հազարավոր պատմական իրադարձություններ են տեղի ունեցել, որտեղ որ այլ ազգեր կամ այլ էթնիկ խմբեր վաղուց արդեն կամ գոյություն չունեն կամ ուծացվել են կամ խառնվել են մոռանալով լեզուն, մշակույթը, ինքնությունը։ Դա այդ ինչի հաշվին ենք մենք գոյություն ունեցել առնվազն վերջին 1700 տարիներին, որպես հայ։ Մեր լեզուն, մեր մշակույթը, մեր ամբողջ գրականությունը, մեր ամբողջ ինքնությունը, մեր կրոնը, հավատքը այդով է պահել։ Իսկ երեք օդանավականում հավաքված զանգվածը տեսանք, որ բավականին բազմամարդ էր սա, ինչի մասին էր վկայում։ Արդյոք այսպեսի, հա, ձևակերպեմ, հնարավոր է այս ամենը Նիկոլ Փաշինյանի հենց սկսած այս արշավը վերածվի հենց իր դեմ, ընդդեմ հենց իշխանությունների ինչ որ շարժման։ Դեք նորից եմ ասում, ես շատ մեծ ցավով եմ հետևում այս գործընթացներին եւ այսքան աղետները բերելուց հետո այս կառավարիչները փոխանակ գոնե իրանց հետադարձի ճանապարհը գոնե բաց պահեն, անընդհատ գնում են նոր հակադրությունների եւ հասարակության հետ թշնամանքի հակադրության կամ հասարակության ներսում թշնամանքի հակադրության
նոր օջախներ ստեղծելու, նոր հակադրություններ, նոր հոգեբանական եւ ներանձնային, միջանձնային սրացումներ եւ անհանդուրժողականության միջավայր ձևավորելու։ Այո, գիտակցված է, ցավոք գիտակցված է եւ ես չեմ կարծում, որ իրենց մեջ չկան մարդիկ, ովքեր այս ինչից որ խոսում ենք, իրանք չեն հասկանում սա։ Շատ է լավ հասկանում, դրա համար եմ ասում, ցավով եմ տեսնում։ Գիտակցված եւ միտումնավոր կերպով հասցրեցին նրան, որ Արցախի այս ամբողջ ողբերգությունը տեղի ունեցավ եւ պատերազմի իմաստով եւ հետագա քաղաքական զարգացումների իմաստով եւ բռնի տեղահանման այսպես իմաստով վերջում Արցախը Ադրբեջանի տարածք համարելու իմաստով։ Այսինքն այն ինչ որ 18 թվականին սրանք հայտարարում էին եւ այն ինչ որ 23 թվականին են հայտարարում, ընդամենը 5 տարում կարողացան այս ամբողջը իրականացնել։ Իսկ եթե դա պլանավորած չէր, եթե դա միտումնավոր չէր, եթե դա գիտակցված չէր, եթե դա ջուներ արտաքին շահառուներ եւ աջակիցներ, ապա ինչպես տեղի ունեցավ։ Հետևաբար հայ հասարակությունը բնականաբար ընդվզելով, չընդունելով ու հասարակության մեծ մասին է խոսքը կամ ակտիվ մասին է խոսքը։ Նաև այսպես հերթական կշռակար այդ անհանդուրժողականության նժարի վրա դնել հիմա էլ եկեղեցու դեմ, այսպես արշավ սկսելու տեսքով, կարծում եմ, որ ինչ որ մի պահի մարդկանց համբերության բաժակ ուղղակի կարող է լցվել։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Զաքարյան։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրը Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն էր։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։